Հիսուսին Ժողովրդյան, մի քանի խոսք պատմեմ, իմ անունը Ռուզիկա, ոնց եմ մտել ծառայության մեջ, Տիրոջ բացահայտ հայտնությունով, 17 թվականից մտա ծառայության մեջ, Գագու աղբոր, Էդո աղբոր հետ, տենց մեծ ծառայական թիմներն այստեղ։ Ես ճիշտն ասած ոչ նարկոման եմ եղել, ոչ հանցագործ, ոչ արկագոլիկ, ընդհակառակը ոնց որ սովորող ծախ տեղը տեղին ու շատերը եղնակ են տարի հորմորս, ասում ես ինչ կրծված տղա ես, ինչ լավ ազնիվ ու դες հագովում էին, էդ էլ միշտ սայրայությունն էլի, մարդ որ մտածում ենք շատ լավն է, մտածում ապաշխարի ինչ անի։ Բայց մայրս էլ 90-ական թվերին այդ արտնությունը հիշում եք, ինչ արտնություն կար, գնում մասնակցում էր Փարոսի պաշտամունքներին ու մամիկուն աղբոր տղեն Դավիթ աղբերը պատմում է, որ այնքան մարդ էր բժշկվում, թոփ, ասենք, կաղերը, որ ասենք մի 50-100 հատ կաստիր էր հավաքվում, այդ կաստիրները ինչ անեն, խարույկներ են կազմում, ասես մի քանի տեղ վառում են, որտեղ այդ մարդկանց արդեն պետք չէր դրանք, քայլերով գնում էին տուն։ Ու մայրս փորձում էր, որ ավետարան կարդա, ես եմ մտածում եմ, դա ոնց որ աղքատների համար է, այն անճարների համար, որ ոչ մի բան չեն կարող անել, ստիպած կարդում են, կարող մի բան դուրս գա։ Վերջը մի օր ստիպելով տվեց այդ ավետարանը, որ կարդամ, թարսին ման բացի ընկավ այն տեղը, որտեղ որ ասում է, որ եթե մի աշկդ գայթա կողում է, աջ աշկդ, հանի գցի դուրս, ասում այ մամիշ չես տվել կարդալու։ Ասես որնի սաղ մի աշկանի մանկան էլի, ասենք սաղ ժողովուրդը մի աշկանի կրնի։ Փակեցի գիրքը տվի իրան ու գնացի իմ գործերով դուրս Ուկրաինա, Ռուսաստան։ Բայց քանի որ մայրս շարունակում էր աղոթել ու հրաշքներ էր կատարում, ասենք մի 5 անգամ որ պիտի բացահայտ մահվան ենթարկվեի, բացահայտ որ պիտի մեռնեի, փրկվում էի ու ասում եմ, ասենք չի կարող պատահական լինի։ Վերջը արդեն հասկացա, որ իմ հետևից աղոթք է գնում ու կամաց մոտիկ ասամ մերձեցա տերի հավատացիաներին ու շատ մարգարեներ էին գալիս մարգարեանում են մյուսը Սուրբ Հոգով էր մարգարեանում, մյուսը թարգմանում էր, դες բաներ էր տեսել, ճիշտ ասած այդտեղ չեմ տեսել, որ մեկը Սուրբ Հոգով մարգարեանը, մյուսը թարգմանի։ Վերջը շատ ինձանից չպատմեմ, այդ հայտնության մասին եմ պատմել, որ վերջը մկրտվեցի ջրով ու եւի 17 թիվները տենց հայտնություն ստացա Աստծուց, որ ամեն մի հոգին ավելի թանկացած քան սարստ եզերքը, որ մենք տենում ենք, երկիր մոլորակներ, ուսես որ դրանց հետո փողոցով քայլում էի, նայում եմ բոմժերը ծիբիլի աշկիների մեջից ինչ-որ ուտելիք են ուզում գտնեն, հարբած, ճղաչուրով, անջատված սենց Մեկ սենց քայլով հելնում է աշկի վրա ձեռը գցում մի բանով եկանը, որ ուզենա ուտի, եկան մեջքի վրա անգնում է գեդին, ասում, լավ Աստված ջան, նեուժելի, ես բոնժն է քո համար թանկելի, ասենք ոնց կար ես բոնժը թանկելի, քան ես ծախ տեզերքը նայում ես ինչ անհաշիվ հարստություններ, գեղեցկություններ, սենց բաներ, ու տանջում եմ, ասենք ժամանակ է գալի, որ Աստված բան ասում, գիտես, Աստված սխալ բան չի կարող ասի, բայց քո ներսով ոնց որ չես կարող էլի համակերպել, ոնց թե չես կարող էլի հավատալ, բայց ձեն չես անում, ասես սուսուփուսի, ոնց որ տանում ես։ Ու Աստված չթողեց շատ տանջվեմ, մի քանի ամիս հետո բացահայտ խոսած հիշացրի ես, որ հիշում եք այն սկզբը գրած է, որ թող լինի երկինք ու երկիր, չէ, ասես, չէ, որ եղավ ոչ թե ինքը բռնեց սարքեց, կառուցեց, ասես, խոսքով ասեց, հենց խոսքով ասեց եղավ։ Եղավ այդ երկինքն ու երկիրը, ասում ես կարամ ես երկինքն ու երկիրը քանդեմ, վերացնեմ, նորից ասեմ թող լինի երկինք ու երկիր, դες մի 100 անգամ, 1000 անգամ, միլիոն անգամ կարամ ստեղծեմ, քանդեմ։ Բայց այդ բոմժը, որ ասենք գնա դժոխք, մենք իրան չենք կարող հետ բերենք, որտեվ դες էլ հետ չեն գալի։ Նորից թե միտքս բացվեց ու կագրած այդ ժամանակ ծանոթացա աղբերների հետ, Գագու աղբոր, Էդո աղբոր հետ ու ճիշտն ասած շատ բան սովորեցի, շատ տենց։ Ու այդ ծառայության ընթացքում ես վերջի մի քանի տարին էլի Տերը անհանգ ստացվում էր, ինչի սկսավ այդ անհանգստությունը, որ մի անգամ գնացել էի
սարերը այդ իջևանի դե բան էին բաժանել, պետք է ստուգեի բոլորին հասել է չի ասել։ Ու որ դուրս ծեսում են, բացում են տատի ու պապի։ Ջայլները չկան, տորի թողի գնացել են, կամ էլ չունեն, չգիտեմ, կամ մահացել են։ Խնդրում են տղա ջան, ինչ կլինի, մնա էլի մեր մոտ, մի գիշեր մնա, ասեմ, ինձ թվաց քաղաքավարության համար են ասում, բայց սենց այնպես աղաչանքով, էլի, աղաչանքով խնդրում եմ, որ մնամ, ասում, ախր ես չեմ կարա, գործեր ունեմ, տունին սպասում են։ Մի ձևի համոզում դուրս է գալի, գնում են միս տունը դուրս ծեսում էլի նույն պատմությունը։ Դուրը բացում է տատի պապի ու աղաչանքը, որ ինչ կլինի մնա։ Ու այդ տանջանքը շարունակվեց 12 անգամ, 12 տուն մտա, ամեն տեղ նույն պատմությունը։ Հիմա որ հետ եմ գալի, էլի սա կանգնել են դռների դեմը, փորձել մի անգամ էլ համոզեն, որ տղա ջան ինչ կլինի մնա։ Ու զգացում որ մարդիկ երիտասարդի կարոտ են, մարդու կարոտ էլի, սարերում փակված։ Ու այդ աղաչանքի ձենը միջև մի ակաժներս մեջ է, ու տես քանի անգամ տերը ոնց որ դրդում էր, որ ծերերի ծառայություն սկսեմ, ես այն հովնարի նման փախնում էի, որ ասում է գնա, նստում էր նավով փախնում էր ենքում, ասում է ախր Աստված ջան, ես վերականգնական ծառայում եմ, աշխատում եմ, տուն եմ պահում, ես իմ երեխաները եկալ է պատվաստ էին արել 2 տարեկանում, լեզուն քաշվել էր չի խոսում, Ամետ երկու դառն եմ տանում, հետը ստանում եմ գործի, տանում անում տանում, որտեղ տունը չես կար իրան փակես, ինքը տունը սա ավիրում է, էլի։ Վերջը, տենց փախնում եմ, մի անգամ էլ մեր այդ աղբորդ գնացինք, ընկերոջս հորը վկայեցինք, մաբան մավճում պարկած էր, ու սենց ամիսները վախեցած մի տոշկեր նայում, քարացած հայացքով, զգացի ինչ-որ մի բան կատարվել է, իրանց ասի լավ, հետի արդեն ստե ուրիշ ֆրոնտ է բացում, դուք մի կողմ մենք գկանք Աստու խոսքով այդ մարդուն այդ վիճակից կհանենք ու փառք Աստու, այդ աղբերս վկայեց ու այդ մարդու հայացքին եմ նայում, այն վախեցած, այն մեռած հայացքը կամաց հետ է գալիս, սկսում է կենթանանալ ու վերջը ընդունես Աստուն ապաշխարես, վերջում էլ աշկս որ վիրատին չկարեցան գնանք, լավ այդ վերջի ժամին մեր սարկավակներից մեկը մոտի կալնում, հրավիրում են, վերջի խոստովանություն մաքրս գնաց երկինք։ Ոնց որ Աստված է թույլ տվեց, որ այդ նորից ասի չէ, չեմ կարա։ Դες որ շատ չպատմի մի քանի բան եղավ, մի հատ ալիք մի ասի, մի հատ տատեր մնաց է գյուղում, բոլոր գյուղը դադարվել էր, մի հատ տատեր մնաց է։ Ու հոսանքը չէին անջատում, որ տատին հոսանք ունեն, ասենք տատին կմեռնի կեթա, հոսանքը կանջատեն, էլի։ Վերջը տեսավ Աստված շատ եմ դիմադրում, ուրեմն սենց մի հատ բան եղավ, միտեղ աղոտքա ժողով է գնացել, հիմնականը մի ժամ է տեղում, կես ժամ անց, սենց մտքի հապշտակությունով, Աստված ինձ տարավ առաջի դար, որ մոտիկ անում ենք այդ տեղին մի հատ աննորմալ վնգոց էր գալ, դիվային որնոց էլի, սենց այդ որնոցը լսելով մոտիկ անում ենք այդտեղ, որ մոտիկ ասենք, տեսա մի հատ մեծ սենց ամբուխ է, երկու հատ բլուր է, աչ ծախ, ինչ տարան ծախի վրա, մի 30 հոգի լտեղ են կանգնած, ու նայում եմ մեկին ծեծելով, ջարդելով, սենց փշելով բերում են, դու մի ասա Հիսուսին են բերում խաչելության, ու այն աշճան են ջարդել, որ վրան հալ չեր մնացել, որ ասենք վերջի սենց ուժն է, էլի, որ հեսա կդրվի այդ թելը, ու այդ պայն այդ ամբոխի որնոցը շուռ եկավ մեր վրա, սաղ սենց բաներ, որին 30 հոգուն կելեք ջարդենք, էլի, ու այդ պայն Հիսուսը ոնց որ իշխանություններ չթողելու, որ ասեց ինչ հարց ունեք, իմ հետ ունեցեք, իրանց հանգած ձեռ չտաք, նես տպավորությունը ոնց որ սա աշխարհի մեղքը վերցել իր վրա, մնացել ենք մենք ես 30 հոգիս, էլի, որ կարելի մի քիչ գոնե հանգստանալ, շունչ քաշեր, ասես չէ իրանց ձեռ չտաք, իմ հետ գործ ունեցեք, ու տարան խաչին ու խաչերից հետո նայում եմ ամբողջ ուրախությունից թռվռում է, հաղթեցինք, գոռում են, մենք հաղթեցինք, մեկ է երեքինքից մի հատ դղրդոց եկա, որ հաղթանակը ձերը չի իրանն է, դուք իրան անիրատ տեղը խաչեցիք, ու այդ ձենի վրա սաղսես կանգնած, որ թռվռում են մի քիչ առել, սկսեցին դողալ, ես այդ հեռվից իրանց ոտերի դողը տենում է, ոնց են դողում սենց։ Մինչ իրանք դողում էին, տենց վախից, սենց խաչի մեջից այդ Հիսուսի խաչի մեջից, մի ասենց ձեռ եկավ, ասեց ես հաղթանակը ձեզ եմ տալի ձրի, որ դուք բդի տանջվեք, չտանջվեցիք,
Ձերի ձեզ եմ տալի, ձերի վերցրել եք, ձերի տարեք բաժանեք։ Ես հետ եկա այդ հաղորդաժողովի տեղը ու չէի կարում հանգստանալ, մնացած կես ժամը սենց խոսալ ընդունակությունը կորցել է, սենց սարսվետկիկ էր, որ մաքրում էի բան, էլ սաղ պրծավ, մետ օգտագործում եմ, սենց սաղ լղոզել է դեմքիս, մեկ եկավ ասես քո հետ ինչ է կատարվում, ուզում եմ խոսալ չէի կարում, էլ այդ ընդունակությունը կողել էր խոսանում։ Հասկացա, որ պետք է ծառայությունը սկսեմ ծերի, ու ես փետրվարի կլռանը մոտ մի տարի, ու ես վերջս Արոն աղբոյդ խոսում է, ասես մենք ենք ծառայություն, ասի փաստորեն նույն գործն ենք անում, խաբար չենք իրարից։ Ես ինչու՞մ է կարում ծառայությունը, գնում եմ ռայոններ, մանեմ գալի միայնակ տատի պապիների, միայնակ, որ ոչ երեխա ունե, ոչ խնամող, ուտելիք ենք տանում, բայց ոչ թե ուտելիքի վրա են ուրախանում, շատերս կին մի ասենց չոր հացի կտորչունը, որ կծեն սամոքսենը խապեն, այդ օրը մի ձևի անցկացնեն, ավելի շատ ուրախանում եմ, ոչ որ մեկը իրանց հիշեց, էլի, հիշեց, եկալ մի հատ տատիկ կար, ասում է 15 տարի թոշակ եմ անցել, ոչ մեկ դուրս չի ծեծել, դուք առաջին մարդն եք։ Ու ուրախությունից հոչի լացում է, ժամը կես ընդենք, ինքը ժամը կես լացում էր։ Հետո տեսանք, որ վիճակը շատ ահավոր է, գնացինք էլ մի քանի տոպրակ բերինք ուտելիքի, շատ վկայություններ կա, որ հա պատմեմ, կարող մի քանի ժամ պատմեմ, էլի, Ժորժան։ Ու շատեր ընդունում են այդ փրկության լուրը, ապաշխարում են ու ես վերջերս մի հատ տատու մոտ մտանք, հենց առաջին մտնելուց ասեց տղեկ ջան, մի հատ տեղասեք, եթե ջրով մկրտվեմ։ Երկրորդ անգամ մտանք, ասում ուզում սուրբ հոգով մկրտվում, այսինքն աճ է տալ, էլի։ Հետո հասկացանք, որ փոքր վաղ իր տատիր արմտահայ եղել, Աստծո խոսքը խոսացել, տենց ամոթացել Աստծո խոսքին, այդ ցանասները քնած մնացել էր տատու մեջ։ Հենց խոսացինք, ես բորբոքված սկսեց աճել, էլի։ Ու արդեն երկու հոգի ննջել են Տիրոջ ընդունելով, շատ վկայություններ կա, ես ժամանակը չխլեմ, Փառք Հիսուսին ամեն ինչի համար, որ հնարավորություն տալի կարողանանք ծառայենք ու հետո ժամանակը որ գա երկին գնանք, արդեն մեր պտուղները մեր հետևից գկան, էլի, օրինակ, աղոթենք։